դառնում է հանրության մեջ կասկածներ, Հայաստանի պետությունը, չէ, իշխանությունները հանրության մեջ կասկածներ են սերմանում ցեղասպանության իրողության հանդեպ։ Դուք կսպասեիք այսպիսի հետընթաց անիվի 110 տարի անց ստիպված լինել հենց ազգի ներսում ինչ-որ հաստատել եղած փաստը։ Դե Նիկոլ չէր լինի, Նիկոլի ամբողջությունը չէր լինի, եթե Արցախը ուրանալուց, հայկական ինքնությունը ոտնատակ տալուց, Հայաստանի սուվերեն պետության տարածքները Թուրքին հանձնելուց հետո չոտնձգեր ցեղասպանությունն ու պահանջատիրությունն ու մեր հիշողությունը։ Դե ակնհայտ է, չէ, որ թուրքական լոբինգով, թուրքական ուժերի եւ ռեսուրսների շնորհիվ Հայաստանում իշխանություն զավթածը պիտի ամբողջությամբ կազմաքանդի պետության հիմքերը, ազգային նպատակները, իղձերը։ Եվ եթե մենք 110-րդ տարելիցին ազգովի հպարտանում էինք, որ Ծիծեռնակաբերդի բարձունքում գլուխ են խորանում գերտերությունների նախագահներ, ղեկավարներ, պետական պաշտոնյաներ, դատապարտելով այդ ոճրագործությունը եւ սատար կանգնելով այդ ոճրագործության, այդ ոճրագործությունը կատարողների պատասխանատվության եւ մեր ազգային պահանջատիրությանը։ Հիմա մենք այսօր խնդրեմ ունենք Հայաստանի Հանրապետության հրապարակում, Երևանի Հանրապետության հրապարակում այս թուրքահպատակ իշխանությունների դեմ պայքարելով իրենց կամքին հակառակ պահանջատիրության երթը ու Ծիծեռնակաբերդի բարձրանալն իրականացնենք։ Ես ձեզ մի փոքրիկ դրվագ եմ պատմելու, ընդամենը մի քանի րոպե առաջ եմ տեսել, որ այսպես վերացական խոսքի փոխարեն իրականում հասկանանք, թե սրանք ինչքան հակահայ են իրենց էությամբ։ Ուրեմն 7-ն է 7-10, դեռ Հանրապետության հրապարակի երթևեկությունը կանգնացրած չի եղել ոստիկանությունը։ Եվ այդ խուլիգանապետը, ոստիկանապետ կոչվածը, որ իրականում Նիկոլի աթոռը պահելու համար է, լկտիաբար հայտարարում է, որ դե ում են խանգարում, որ այդ մեքենաները, որ երթևեկում են, ըստ էության արհեստական խոչընդոտներ ստեղծելով Հայաստանի քաղաքացիների համար, որ հանկարծ Հանրապետության հրապարակում չկարողանան հավաքվել։ Ես վստահ եմ, որ Նիկոլը ամեն դեպքում այսօր նկատողություն է ստանալու Թուրքիայից եւ Ադրբեջանից, որովհետեւ իր առաջ այս տարի խնդիր է դրված եղել, որ Հանրապետության հրապարակում ընդհանրապես գեթ մեկ հայ չհավաքվի։ Հաստոյն ինքը ձախողել է նաեւ այս տարի, դրա համար իրեն նկատողություն կանեն վստահաբար։ Հենց ազգային ժողովից սեփական սխալները չնկատելու համատեքստում փորձում են այսպես ուրիշի աչքի շուղը նկատել ԿՊ-ական պատգամավորները, ինչ որ սլաքներ են ուղղում նախկին իշխանության ներկայացուցիչների կողմը, նշում են, որ հենց նրանց կողմից է, այսպես ասած, կասկածի տակ դրել, կասեցվել ցեղասպանության ճանաչման գործընթացը, ավելին մեղադրում են նախագահ Սերժ Սարգսյանին, նախագահին, որը հենց ուղիղ դատապարտել է Թուրքիային հանցանքը մեծ ցեղասպանությունը գործելու հարցում։ Նախագահ Սերժ Սարգսյանի իշխանավարման ժամանակ աշխարհի բազմաթիվ երկրներ ընդունել են հայոց ցեղասպանությունը, դատապարտել են հայոց ցեղասպանությունը, ընդունել են հայոց ցեղասպանությունը հերքելը քրեականացնող բանաձևեր օրինագծել։ Նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության ջանքերով է Վատիկանում սուրբ պատարակ անցկացվել։ 100-րդ տարելիցին գերտերությունների ղեկավարներ են եկել այստեղ։ Ողջ հայ ժողովուրդը արժանապատիվ ներկայացել է որպես պահանջատեր եւ ոչ թե զոհի, այլ ինքնությունը պահպանողի եւ այս անմոռաց ինքնությունը ժառանգներին փոխանցելու։ Իրենք չեն կարող դա Սերժ Սարգսյանին ներել, այնպես ինչպես չեն կարող նախագահին ներել 42000 քառակուսի կիլոմետր հայրենիք պահելը, անկախ ազատ Արցախ ու անվտանգ Հայաստան պահելը։ Չեն կարող ներել միջազգային հարթակներում, արտաքին հարաբերություններում հայկական հաղթանակները, բապիտի ցեղասպանության միջազգային ճանաչման եւ պահանջատիրության գործում ունեցած անուրանալի ավանդը ներել։ Իրենց դավաճան Նիկոլը գնում է մագ, գեթ մեկ բառ վախենում է ցեղասպանության մասին խոսի։